Կարևորի մասին հաղորդաշարն է եթերում, բարև ձեզ, այսօր մենք կխոսենք անշարժ գույքի ոլորտում տիրող իրավիճակից, իսկ իմ հյուրը անշարժ գույքի ոլորտի փորձագետ Նորայր Դովլաթյանն է։ Բարև ձեզ, շնորհակալ ենք շատ ժամանակ տրամադրելու համար մեզ։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Սկսենք ամենասկզբից, կուզենայի վերջին 3 տարիների այսպես վիճակագրություն ներկայացնեինք ամփոփ թվերով իհարկե, ինչ վիճակ է տիրում առհասարակ հայաստանյան անշարժ գույքի շուկայում։ Տեսեք, եթե մենք վերցնենք միայն վերջին 3 տարիների վիճակագրությունը, կարծում եմ ինչ-որ սխալ պատկերի ենք ականատես լինելու, որովհետև 2022 թվականից հետո Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի ոլորտը շատ մեծ եւ ակնհայտ փոփոխություններ ա ունեցել պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով։ Բոլորիս համար գաղտնիք չի, որ մենք ունենք շատ փոքր շուկա եւ գիտենք, որ 2022 թվականի մայիսից, եթե չեմ սխալվում, բավական մեծ հոսք ա եղել Ռուսաստանից եւ Ուկրաինայից եւ վարձակալության շուկայում ունեցել ենք մոտավորապես 300% գնաճ եւ կապիտալիզացիայի էֆեկտը աշխատել է, հետեւաբար բարձր վարձակալական արժեքների պահանջարկով էլ թանկացել են նաեւ վաճառքի արժեքները բնակարանների, մարդիկ շահագրգռված արդեն որ ունենալու են այդ եկամուտը պահպանվելու է երկար ժամանակ, շահագրգռված այդ փաստից սկսել են գնել բնակարաններ, որպեսզի ստանան մշտապես բարձր եկամուտ, բայց դա անկանխատեսելի է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի ոլորտի հետ կապված չեն կարող նման կանխատեսումներ անել մենք։ Այսինքն ես կանխատեսում չենք կարող անել, որովհետև եթե դա արտաքին գործոնով է պայմանավորված թանկացումը, ինքը շատ արագ կարող է փոփոխության ենթարկվել, ճիշտ եմ հասկանում։ Առհասարակ Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկը չի կարող, ինչպես ես, այնպես էլ ոչ մի փորձագետ չի կարող կանխատեսում անել անշարժ գույքի հետ կապված կոնկրետ կարող եմ նշել, որովհետև այն ֆակտորները, որոնք որ ազդում են ու մեծ ազդեցություն ունեն Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայի վրա, դրանք բացառապես արտաքին ֆակտորներ են, շատ քիչ տոկոսն է կազմում ներքին ֆակտորները։ Եթե վարձակալականը մի կողմ դնենք, նաև բավականին շատացել են նորակառույցները, այս շուկայում ինչ է տիրում, արդյոք գնաճ է այսպես նկատվում քառակուսի մետրի, եթե քառակուսի մետրով խոսենք, թե ինչ որ վերջին 3 տարիներին եղել է, այդ գինը շարունակում է պահպանվել։ Այդ գինը չի շարունակում պահպանվել, որովհետև թե վարկային եւ բանկային համակարգում են փոփոխություններ տեղի ունենում, օրինակ եկամտային հարկի հետ վերադարձի մասին օրենքը այլևս Երևանում չի գործում, կան որոշակի խիստ սահմանափակ պրոյեկտներ եւ խիստ սահմանափակ առաջարկներ, հետեւաբար արժեքները ավելի բարձր են, քան նախկինում։ Մարզերում չնայած գործում են, Կոտայքի մարզն բավականին ակտիվ ու թեժ կետ համարվում, Երևանին հարակից են մարզերը, որոնք որ շատ մոտ են Երևանին, անգամ տուրիստական են կենտրոնները, որտեղ որ մարդիկ շատ հաճախ այցելում են, նաև մեր տուրիստները դրսից այլ ազգիները, այնտեղ եւս բավական բարձր պոտենցիալ ունենք։ Ինչը վերաբերում է կառուցապատողների շուկային, քանի որ Երևանում այլևս չի գործում եկամտային հարկի հետ վերադարձի մասին օրենքը, կառուցապատողները արդեն փորձում են ամեն մեկը արդեն ավելի լավ առաջարկներով հանդես գալ, որպեսզի կարողանան այն մարդկանց, ովքեր որ հետաքրքրված են նորակառույց շենքերում կամ համալիրներում անշարժ գույք ձեռք բերելով, կարողանան հասցնել իրենց առաջարկը։ Մենք եւս ունենք այդպիսի առաջարկներ, որ կարողանում ենք հստակ կրիտերիաներին համապատասխան մարդկանց կոնկրետ առաջարկներ տալ։ Քառակուսի մետրը միջինում ինչ արժե այս պահին Երևանում տունը, եթե նաև եւ նորակառուցում եւ առհասարակ սովորական սովետական տարիներին կառուցված շենքերում։ Տեսեք, չկա այդպիսի հասկացողություն, որ մենք կարողանանք միջինացնել քառակուսի մետրի արժեքը, կախված տարածաշրջանից, հստակ տարածաշրջաններ հստակ ունեն իրենց արժեքները, բայց եթե մենք սկսենք թվել, թե որ տարածաշրջանը Երևանում անգամ պրոյեկտը տարածաշրջանում կարող ենք օրինակ դիտարկել պրոյեկտ Արաբկիրում, որը կունենա կենտրոնի արժեք, չկան այդպիսի արժեքներ, կա պահանջարկ, կա առաջարկ եւ ըստ այդ հարաբերակցության արդեն ձևավորվում է թե կառուցապատողի, թե սեփականատիրոջ գնահատարկը։ Թվում է թե եթե պահանջարկը շատացել է, պետք է գինն էլ նվազի, բայց կարծեք թե ինչ որ հակառակ միտում է նկատում։ Սա դուք ինչով եք պայմանավորում։ Չէ, տեսեք, պահանջարկը շատանալուց գինը ընդհակառակը պետք է բարձրանա։ Եթե մենք կոնկրետ դիտարկում ենք Երևանի մասով, մենք Երևանում ունենք տարբերակներ, չնայած ամբողջ Հայաստանի Հանրապետությունում եւ ամբողջ աշխարհում էլ այդ էֆեկտը գործում է։ Եթե պահանջարկը շատ է, բնականաբար արժեքները ավելի բարձր են լինելու։ Բայց թվում է թե պետք է հակառակը լինի, որ մրցակցությունը արդեն բավականին շատանում է, շատ կառուցապատողներ են ավելանում եւ այստեղ բնական է դու ինչ որ շահավետ բաներ պետք է առաջարկես, որ քո ստեղծածնել վաճառվի, այսպես ասած։ Կառուցապատողները իրենց գնահատարկը կարողանում են պահպանել, իրենք այլ առաջարկներով են կարողանում հանդես գալ գնորդներին, օրինակ ամսական փոքրացված ամսավճարներ, բայց առաջարկները եւ անտոկոս եւ միանգամից մայր գումարից կարող են գնորդները մարել, բայց գնահատարկները 1 քառակուսի մետրի համար կարելի է ասել անփոփոխ են մնում։
շատ շնչի փոփոխությունների են ենթարկվում։ Եթե գանք մարզեր, հենց թեկուզ Կապանի օրինակը բերենք, բավականին շատ վերջին 2-3 տարում հատկապես շատ նկատվում է, որ կարծեք թե հարթեցում է գնում երևանյան գների եւ կապանյան գների միջև, ասենք Երևանում էլ կարող է տունը արժանալ 200,000 դրամ վարձակալությամբ եւ կամ ասենք վաճառքին 400,000 քառակուսի մետր 400,000 դրամ եւ ավելի եւ մարզկենտրոնում Կապանում։ Ինչով է սա պայմանավորված։ Տեսեք, քանի որ Երևանում առաջարկներ եւ պահանջարկները համարյա թե նույն մակարդակի վրա են գտնվում եւ եթե բնակարանը վաճառվում է կամ հանձնվում է վարձակալության սեփականատիրոջ կողմից սահմանված արժեքով, կարող ենք ենթադրել, որ դա ճիշտ կնառաջարկի Երևանի մասով։ Իսկ ինչ վերաբերվում է Կապանին, մենք Կապանում ունենք հստակ խնդիր։ Մենք ունենք պահանջարկ, բայց չունենք առաջարկներ։ Այսինքն, եթե Երևանում մենք ունենք 100 առաջարկ եւ 100 պահանջարկ եւ 90 առաջարկ, մենք գրեթե կարողանում ենք ապահովել, բայց մենք Կապանում ունենք 100 պահանջարկ եւ 30 առաջարկ, հետեւաբար տրամաբանական է, որ այդ առաջարկները իրենց արժեքներով ավելի բարձր կարող են լինել։ Երկրորդ ֆակտորը դե իհարկե շատ ցավալի վերջին դեպքերը, որ տեղի են ունեցել մեր հայրենակիցների հետ, Արցախի մեր հայրենակիցների բռնի տեղահանումը, ճիշտ է, նրանցից շատերը գերադասել են չմնալ Կապանում, որովհետև չեն ուզել նորից այդ ստրեսային իրավիճակի մեջ հայտնվել, քանի որ Կապանը արդեն իսկ համարվում է սահմանամերձ գոտի, բայց նաև դիտակցել են, որ պետական ծրագրերը, որոնք որ եթե չեմ սխալվում, մեկ անձի համար տրամադրվում է 3 միլիոն դրամ, իրենք այդ արժեքներով չեն կարող բնակարան գնել Երևանում կամ Երևանին հարակից մարզերում, եւ երրորդ ֆակտորը, որ համեմատած Հայաստանի մյուս մարզերի, Սյունիքի մարզը իր աշխատատեղերով աչքի է ընկնում եւ Արցախի մեր սիրելի հայրենակիցների որոշակի մասը գերադասել է մնալ հենց Սյունիքում, մասնավորապես Կապանում։ Իսկ մնացած մարզերում, եթե դուք իհարկե նման տվյալներ ունեք, այդպես հավասարեցում է գնում մայրաքաղաքային գների հետ, թե սա միայն բարձր, այսպես ասած, գնողունակություն ունեցող հասարակության շրջանում է տարածված, էլի քաղաքներում։ Ասենք համարվում է, որ Կապանը, Քաջարյանը հանքարդյունաբերական քաղաքներ են, մարդիկ ավելի այսպես գնողունակ են եւ կարող են այսպես այդ պահանջարկին համապատասխան գնումներ կատարել։ Մնացած մարզերում պատկերը ինչպիսին է, եթե ունեք նման։ Տեսեք, նախ մենք ունենք հստակ վիճակագրություն, որ Կապանում եւ Քաջարյանում բնակարան ձեռքբերողները միայն այն մարդիկ են, ովքեր որ տվյալ տարածքում կամ աշխատանքային ինչ-որ գործունեություն են ծավալում, կամ հետաքրքրված են տվյալ տարածքով ինչ որ պատճառների ելնելով, մենք կարող ենք միայն խոսել այն մասին, որ բնակարանների արժեքները եթե անգամ բարձր են, ապա մենք կարող ենք հստակ ֆիքսել Երևանում, Երևանի հարակից մարզերում, իսկ այն մարզերը, բոլոր այն լոկացիաները, որտեղ որ բնակարանների արժեքը մեր կարծիքով կամ որպես գնորդ եթե դիտարկենք բարձր են, դա միայն ապահովում է դեֆիցիտի հաշվին։ Այսինքն ունենք պահանջարկ, բայց առաջարկները խիստ սահմանափակ են, եւ որովհետեւ չի իրականացվում շինարարություն, չեն տրվում համապատասխան շինթույլտվություններ, որպեսզի մարդիկ կարողանան իրականացնել իրենց շինարարական աշխատանքները եւ ունենան արդյունքում պատրաստի անշարժ գույք։ Բայց այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ արդարացի չէ այսպես այս համահավասարությունը, չէ, ճիշտ եմ ասում ես։ Այսպես նաև խնդիր է առաջանում, Կապանում բնակվողը կարող է ասել, դե այդպես էլ Կապանից տուն չեմ գնի, կգնամ մայրաքաղաքից տուն կգնեմ, սա էլ այսպես ճիշտ չէ։ Եվ ի վերջո ով պետք է վերահսկի, պետք է ինչ որ տարբերակում կարծում եմ լինի, միջազգային փորձը ինչպիսին է, ես չեմ կարծում, որ աշխարհի զարգացած երկրներում մայրաքաղաքի եւ այսպես արվարձաների կամ թեկուզ ավելի փոքր քաղաքների անշարժ գույքի գները այդպես հավասարեցվել են։ Տեսեք, եթե մենք նայում ենք որպես գնորդի տեսանկյունից միգուցե արդարացված չէ, բայց եթե մենք նայում ենք արդեն որպես մասնագետի աչքով կամ ինվեստորի ինչ-որ ներդրողի աչքով, որը որ զուտ բիզնես տեսանկյունից է իր ներդրումները կատարում, այդ տեսանկյունից հնարավոր է եւ արդարացված լինել։ Ես չեմ ժխտում եւ չեմ էլ հաստատում, որ արդարացի է կամ արդարացի չէ, ես կարող եմ մասնագիտական կարծիք ասել։ Հայաստանի Հանրապետությունում կան կառույցներ, որոնք որ պետք է վերահսկեն, բայց եւս մեկ անգամ պետք է կրկնվեն, որ Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի վաճառքի եւ վարձակալության արժեքը բացառապես որոշվում է սեփականատիրոջ կողմից, դա իրականում միջազգային պրակտիկայից է գալիս ամբողջ աշխարհում առաջարկ պահանջարկ
Այդ եզրույթը շատ տեղինացված է, եթե կա պահանջարկ, հետեւաբար առաջարկներն ավելի բարձր արժեքով են լինելու։ Այսինքն պետական, բայց չէ որ կադաստրի կոմիտեն էլ որոշակի X, այսպես գումարներ է սահմանում, չէ, քառակուսի մետրերի համար։ Տեսեք, եթե կադաստրի կոմիտեն ստեղծի ինչ-որ հարթակ, որտեղ որ հասանելի կլինեն բնակարանի պատմությունը կամ անշարժ գույքի պատմությունը, ենթադրենք, բնակարանը 1 տարի առաջ վաճառվել է $100,000 եւ այսօր սկսվում է վաճառվել $150,000, դա ինչ որ չափի հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ, բայց խնդրի 100%-անոց լուծման դա մեզ չի հանգեցնելու, որովհետեւ եւս մեկ անգամ պետք է նշեմ, անշարժ գույքի արժեքը բացառապես որոշում է բնակարանի կամ ինչ-որ տարածքի սեփականատերը։ Նկատվում է ակտիվություն հատկապես նորակառուցներից բնակարաններ գնելու, ձեր կարծիքով որն է պատճառը, ասենք սպառել են խորհրդային միության շենքերը, իրենց արդեն չկան համապատասխան թվով տներ, որ մարդիկ գնեն, թե պարզապես մարդիկ այսպես ավելի շքեղության, ավելի գեղեցիկի, ավելի նորաձևի հետևից են գնում, եւ երբ որ հիմա մեր օրերում արդեն այդ ձեր նշած եկամտահարկի վերադարձով փոփոխություն է տեղի ունեցել, որոշ վարկերի մեջ էլ, եթե չեմ սխալվում, այնտեղ բավականին փոփոխություններ են տեղի ունեցել, նախապես կանխավճար բան տալու հաշվով, այստեղ կարող է նաև խնդիր առաջանալ կառուցապատողների համար, այսպես նվազեն գնորդների թիվը։ Ինչ եք կարծում, այս ամենը հաշվարկվել է կառուցապատողների կողմից եւ արդյոք կարող է սա շինարարական ոլորտում այսպես կոլապսի բերել մի պահ։ Իրականում որպես անշարժ գույքի վաճառքի մասնագետ ես հստակ կարող եմ ասել, որ ցանկացած գույք ունի իր գնորդը եւ ունի իր արժեքը։ Այո, նորակառույց շենքերի եւ թաղամասերի հետ կապված մենք ունենք բավական շատ հետաքրքրություն թե Հայաստանի Հանրապետության բնակիչների եւ թե Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից եւ կառուցապատողները իրենց հերթին եւս առաջարկում են բավական շահավետ վճարման պլաններ տարաժամկետում մինչեւ 28-ից մինչեւ 48, 50 եւ 60 ամիսներ, որոնք անտոկոս կարող է գնորդը վճարել եւ մարել ամբողջ բնակարանի գումարը կամ գումարի ինչ-որ մասը, մեծ մասը իսկ մնացորդը արդեն տարաժամկետի սպառման վերջնաժամկետում, վերջնամսում դիմել հիփոթեկային վարկի։ Դա լուրջ առավելություն է գնորդների համար, էլի։ Այսինքն դուք կարծում եք, որ միևնույն այդքան շենք ինչքան որ կառուցվում է, հատկապես մայրաքաղաքում է այդ բումը նկատվում, մարզերում ոչ բոլոր քաղաքներում կարելի է նկատել նման շինարարական բում, իրենք ունեն այդ գնորդները, այդ կառուցապատողները։ Ցանկացած գույք, անշարժ գույքի ոլորտում ունի իր գնորդը, եթե գույքը համապատասխանում է իր արժեքին, չնայած կարող է եւ չհամապատասխանել, բայց գնորդը ունենա որոշակի էմոցիոնալ կապ տվյալ տարածքի, տվյալ լոկացիայի հետ եւ պատրաստ լինի վճարել օրինակ 10% կամ 20% ավելին, որպեսզի ունենա հենց իր գույքը իր էմոցիոնալ կապված լոկացիայում։ Ամեն դեպքում կարծում եմ, որ իրավիճակը կկարգավորվի ինչ-որ մի պահի եւ չնայած դուք նշեցիք, որ այնպես չէ, որ պետք է տարբերություն չլինի, բայց կարծում եմ, որ եթե գուցե եւ արտաքին գործոնները, որոնք որ դուք նշեցիք, դրանք մարեն, փոփոխության ենթարկվեն, գուցե մի քիչ այսպես, ես այս պահին գնորդի տեսանկյունից եմ ուզում խոսել, ոչ թե մասնագետի, որ գոնե մի քիչ մարզերում գները մի քիչ իջնեն, էլի։ Շատ անտրամաբանական չլինեն։ Շատ ցանկալի է բոլորի համար, թող այնպիսի տպավորություն չստեղծվի, որ վաճառքի մասնագետները կամ ռիելթորական ընկերությունները շահագրգռված են արհեստականորեն աճեցնել անշարժ գույքի գները, որովհետև մենք եւս շուկային տիրապետում ենք, տեսնում ենք բնակարանների իրական շուկայական արժեքները, մենք նաեւ բնակարանների համեմատություններ ենք անցկացնում, թե ինչ արժեքով, ինչ բնակարաններ են վաճառվել, օրինակ X լոկացիայում, որտեղ որ հիմա ունենք հասանելի առաջարկներ, թյուր կարծիք կա ձևավորված, որ անշարժ գույքի վաճառքի մասնագետները արհեստականորեն փորձում են աճեցնել բնակարանների արժեքները, ուզում շղթել դա, որովհետև անշարժ գույքի վաճառքի մասնագետները ցանկանում են համապատասխան շուկայական արժեքով վաճառել համապատասխան գույքը հնարավորինս արագ, քանի որ եթե ինչ-որ գույք դուրս է եկել վաճառքի, ուրեմն սեփականատերը ունի բնակարանը կամ գույքը վաճառելու կարիք։ Մենք զուտ օգնում ենք մարդկանց, որպեսզի իրենց գույքը վաճառվի հնարավորինս արագ եւ հնարավորինս կարճ ժամկետներում։ Իսկ եթե տներից մի կողմ կնանք, կոմերցիոն տարածքների շուկայում էլ է նման այսպես գնաճ գրանցվել։ Գնաճ գրանցվել է ամբողջ անշարժ գույքի շուկայում, անկախ նրանից թե կլինի դա բնակարան, թե կլինի կոմերցիոն տարածք կամ գրասենյակային տարածք, գնաճ գրանցվել է ամբողջ հայկական անշարժ գույքի շուկայում, որը էլի շարժվում է նույն պրինցիպով՝ առաջարկ եւ պահանջարկ։ Եվ այն արտաքին գործոններով, որոնք որ դուք նշեցիք։ Բոլոր արտաքին գործոնները ազդում են, բոլոր անխտիր բոլոր արտաքին գործոնները ազդում են հայաստանյան անշարժ գույքի շուկայի վրա, ինչը չեն կարող ասել օրինակ էմիրությունների մասին։ Մենք նաև ունենք առաջարկներ Արաբական Միացյալ Էմիրություններում, բայց այնտեղ հստակ թվերով կարող ենք խոսել, որտեղ այնտեղ ամեն ինչ կառավարվում է։
Իսկ Հայաստանում ոչ, Հայաստանը արդեն քանի որ փոքր է շուկան, Հայաստանի գործոնները արդեն արտաքին են, ոչ թե ներքին։ Դուք որպես ոլորտի մասնագետ ինչ խնդիրներ եք տեսնում, որոնք որ կցանկանայիք, որ օրենքով կարգավորվեր, ինչը կհեշտացներ եւ ձեր գործը, եւ գնորդի գործը, եւ Տեսեք, վաճառողի։ մենք շատ հաճախ խնդիրներ ենք ունենում սեփականատերերի հետ, գույքերի սեփականատերերի հետ, երբ որ մեզ շատ հաճախ դիմում են, որպեսզի շուկայական արժեքի իմանան բնակարանի հետ կապված կամ ինչ-որ գույքի, եւ երբ որ լսում են իրական շուկայական արժեքը, շատ հաճախ նեղանում են մեզնից, մտածելով, որ փորձում ենք հնարավորինս ցածր արժեքով կամ լիկվիդային արժեքով վաճառել իրենց գույքը, բայց հետո մի քանի ամիս շարունակ իրենց նախընտրելի արժեքով, երբ որ տեսնում են գույքը շուկայում արդեն չի վաճառվում, հետաքրքրություն չկա գույքի հանդեպ, իրենք նորից հետ են վերադառնում դիմելու միջնորդների եւ վաճառքի մասնագետների օգնությանը, որովհետեւ արդեն ունեն ժամկետի խնդիր գույքը վաճառելու։ Ձեր կանխատեսումները ինչպիսին են առաջիկա ժամանակահատվածում, մենք կշարունակենք գնաճ ապահովել, թե այն ինչ որ կա, այդպես կշարունակի դեռ մնալ ոլորտում։ Մենք կանխատեսումներ չենք տանում, որովհետև իմաստ չկա կանխատեսումներ անելու։ Ես կարող եմ ասել իմ եւ մեր ընկերության ցանկությունը, որ մենք ցանկանում ենք եւ վստահ ենք լիարժեք մասնագիտական պրոֆեսիոնալ հմտությունները դրսևորելու դեպքում մեր հայրենակիցները կապրեն բարեկեցիկ կյանքով Հայաստանի Հանրապետությունում եւ բոլոր ոլորտներն էլ արդեն կարգավորված կլինեն։ Այսինքն, այսպես խուսափում եք ասել գնաճ կլինի, թե չեք ուզում գնորդներին սարսափեցնել։ Դեմ խուսափում պարզապես իմաստ չկա, որովհետև կանխատեսումներ մեր ոլորտում, որը եթե որևէ մեկը մեր ոլորտում ձեզ հստակ կարողանա կանխատեսել, թե 1 տարի հետո կամ 1.5 տարի հետո գնաճ ենք ունենալու կամ գնաճ չենք ունենալու, վստահաբար կարող եմ բանավիճել, որովհետև անկանխատեսելի է Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի ոլորտը։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Կարևորի մասին հաղորդաշարն է եթերում, այսօր մենք խոսեցինք անշարժ գույքի ոլորտում տիրող իրավիճակից, իսկ իմ հյուրը ոլորտի փորձագետ Նորայր Դովլաթյանն էր, հաջողություն։